Շնորհակալություն։ Ֆակտոր։ Պարոն Աբրահամյան, ինչ փուլում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը, արդյոք լսումներից հետո էական առաջընթաց կա թե ոչ։ Լուսումների գործընթացից հետո աշխատանքներ իրականացվել են։ Ես ինքս հանդիպում եմ ունեցել Հայաստան խմբակցության իմ գործընկերների եւ մասնավորապես Իշխան Սաղաթելյանի հետ, որոշակի արդյունավետ զրույց ենք ունեցել իրավիճակի եւ իրավիճակի մեր պատկերացումների հետ կապված։ Մեր խմբակցության ղեկավարը Հայկ Մամիջարյանը գործուղման մեջ է եղել շաբաթվա ընթացքում, կան որոշակի հանդիպումներ նաեւ, որոնք իր մասնակցությամբ են պայմանավորված, առաջիկայում երբ որ սրա մասին լրացուցիչ ասելիք կլինի, մենք դրա մասին մամուլին կփոխանցենք։ Կներեք, իսկ հպականները 7-8 հոգին, որոնք ըստ Մարգարիտ Եսայանի չեն ուզում այլևս Նիկոլ Փաշինյանի ստրկատիրական այդ բարքերի ներքո ապրեն, նրանք իսկապես իրենց վերջնական անվերապահ աջակցությունն են հայտնել ձեր շարժմանը։ Մենք նաև, եթե չեմ սխալվում, մենք միասին առիթ ունեցել ենք այս թեմայով զրուցելու, նկատի ունեմ հրապարակային զրույց ենք ունեցել, հարցազրույց ենք ունեցել։ Ես ասել եմ որոշակի սկզբունքներ եւ մոտեցումներ, որոնք դրված են այս աշխատանքի հիմքում եւ ասել եմ, որ կան բաներ, որոնց հանրայնացումը կոնկրետ իրավիճակից է բխում եւ խնդրում եմ այս պահին գոնե սահմանափակվենք դրանով։ Ես արդեն իսկ մեկնաբանեցի, կարծում եմ այս մասով այլ ասելիք այլևս չկա։ Դեռևս այս պահին։ Ազատություն։ Պարոն Աբրահամյան, լսել եք, թե ինչպես վարչապետ Նիկոլ